Այսօր զրուցում ենք քաղաքագետ Գրիգոր Բալասանյանի հետ։ Շնորհակալություն հրավեր ընդունելու համար։ Շնորհակալ եմ։ Պարոն Բալասանյան, եկեք հասկանանք ինչ փուլում են այսօր հայ-ռուսական հարաբերությունները։ Այս պահին ամենայն դեպս հրապարակային դաշտում ակտիվություն չկա, այսինքն ռուսական կողմը հայտարարում է, որ վերաիմաստավորման կարիք ունեն։ Հայկական կողմից հնչում են, որ որևէ լարվածություն չկա, խոսակցությունները արհեստական են։ Հիմա ո՞րն է իրական։ Ամեն դեպքում վերաիմաստավորման կարիք կա։ Խոսքի 95 եւ 97 թվականների պայմանագրերի մասին է, որ ստորագրվել է, այնտեղ Հայաստանը դիտարկում էր իբրև ռազմաքաղաքական դաշնակից, Ռուսաստանը էր դիտարկում ռազմաքաղաքական դաշնակից։ Հիմա իրավիճակով պայմանավորված կարծում եմ որոշակի փոփոխություններ պիտի արվի եւ նաև որակումները պիտի փոխվեն։ Հետևաբար այդ առումով կարծում եմ կա վերաիմաստավորման կարիք եւ նաև մեկ այլ կարևոր հանգամանք էլ, քանի որ Հայաստանը իր արտաքին քաղաքականության վեկտորը անթաքույց փոխում է, դրանով պայմանավորված եւս կա վերաիմաստավորման կարիք, այսինքն Ռուսաստանը այլևս կարող է եւ չլինել արտաքին ուղղությունը իսկապես փոխում է, թե փորձում է դիվերսիֆիկացնել քաղաքականությունը արտաքին, ինչպես իշխանությունն է պնդում, եւ արևմուտքի հետ եւ Ռուսաստանի հետ փորձում է պահպանել հաշվի հարաբերություններ։ Փոխում է, այստեղ դիվերսիֆիկացիայի նշույլ անգամ չկա։ ԵԱՏՄ-ից դուրս չգալու իրավիճակը ինչպես է գնահատվում այս դեպքում։ ԵԱՏՄ-ից դուրս չգալու դուրս չգալու կամ դուրս գալու ընթացակը գոյություն չունի։ Այսինքն պետությունը ինքը պիտի ցանկանա, որպեսզի դուրս գա այդ կառույցից։ Մենք չենք ուզում։ Չենք ուզում, բայց միևնույն ժամանակ, քանի դեռ գումար են աշխատում, գերադասում են մնալ, մինչև տեսնեն Եվրոպական միությունից ինչ արձագանք կլինի։ Բայց դա չի նշանակում, թե այստեղ մենք գործ ունենք դիվերսիֆիկացման հետ։ Սա ավելի շատ մեկի հետ մյուսի հաշվին հարաբերություններ կառուցել է, որը ոչ մի աղերս չունի դիվերսիֆիկացիայի հետ եւ որը շատ վտանգավոր է եւ շատ վատ տեղ է տանելու։ Հիմա եթե մեկ կամ երկու բառով նախադասությամբ փորձեք գնահատել, ինչ փուլում է հայ-ռուսական հարաբերությունները։ Այս պահի դրությամբ կանգնած վիճակի, այսինքն ոչ մի առաջընթաց չկա, ոչ մի այսպես ոչ առաջ, ոչ հետ, ոչ մի ուղղությամբ չկա, ոչ մի։ Էկոնոմիկայի նախարար Գեորգ Պապոյանը հայտնել է, որ երկու այց է պլանավորում Ռուսաստան, իսկ արդարադատության նախարար Սրփուի Գալյանը մեկնում է Սանկտ Պետերբուրգ իրավաբանական համաժողովի մասնակցելու համար։ Եթե ամեն ինչ, ինչպես իշխանությունն է ասում, ամեն ինչ այդքան հարթ է եւ լարվածություն ըստ էության չկա, ինչու է Երևանը այսպիսի հապճեպ դիվանագիտական դեսանտ ուղարկում Մոսկվա։ Գիտեք, ես արդարադատության նախարարի եւ էկոնոմիկայի նախարարների այցը ամեն դեպքում չի որակի իբրև հարաբերությունների կարգավորման համար ուղարկվող դեսանտ կամ պատվիրակություն, քանզի նրանք իրենց գործառույթներով են մեկնում մասնակցելու Պետերբուրգի ֆորումը, ինչքան գիտեմ, ԱՊՀ շրջանակներում է, այսինքն այստեղ միայն Ռուսաստանը չէ, հայ-ռուսական հարաբերությունների սա կապ չունի։ Իսկ տնտեսական էլ էկոնոմիկայի նախարարը փորձում է կամ փորձելու է այս շրջանում այն լարվածությունը, որ կա հայկական ապրանքների ներմուծման արգելքի հետ կապված, ինչ որ մի կերպ այսպես հարթել կամ փորձել հարթել, որ เป զի այն խոստումները, որ տրվել է, որ ոչ մի արտադրանք, ոչ մի ապրանք չի մնալու Հայաստանում, որ հունիսի 7-ից հետո ամեն ինչ կկարգավորվի եւ նույն կերպ կշարունակեն արտահանումը, որ เป զի կարողանան ցույց տալ, որ դե մենք խոստացանք եւ մենք արեցինք, բայց այն հայտարարությունները, որ գալիս են Մոսկվայից, այն հայտարարությունների հեղինակները, որոնք անում են այդ հայտարարությունները, շատ բարձր, այսպես կալիբրի պաշտոնյաներ են եւ նման պաշտոնյաները հենց այնպես հայտարարություններ չեն անում։ Եվ չեմ կարծում, թե օրինակ Դումայի խոսնակը կարող է անել հայտարարություն եւ 2 օր հետո փոխել իր կարծիքը կամ Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը կամ արտաքին հետախուզության ծառայության ղեկավարը։ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարում է հարաբերությունների վերաիմաստավորման եւ հարմարվողականության փուլ մտնելու մասին։ Եվ բաց տեքստով ակնարկում է, որ Երևանի կապերը այլ գործընկերների հետ ուղղված չեն լինի Ռուսաստանի դեմ։ Ինչ է թաքնված այս հայտարարության հետևում։ Ես կդժվարանամ մեկնաբանել, թե ինչի նկատի ունի հարգարժան դեսպանը, բայց
գետնի վրա այն իրավիճակը, որ այսօր կա, մի փոքր հակասում է այն հայտարարություններին, որ անում է պարոն Կոպիրկինը։ Բնական է դիվանագետը փորձում է այսպես դիվանագիտական նրբություն հաղորդել ներկա ստեղծված իրավիճակին, բայց այն իրականում, որ կա Հայաստանում հայ-ռուսական հարաբերություններում եւ այնինչ ասում է Կոպիրկինը, մի փոքր իրար չեն համապատասխանում։ Նարիշկինի հայտարարությունը հիշում եք բոլորին վերջերս։ Այո։ Այդ հայտարարությունն էլ շատ որոշ փորձագետներ որակում են որպես մեղմացնող հայտարարություն՝ ի տարբերություն նախկինում հնչեցված այլ Մոսկվայից հնչեցված հայտարարությունների։ Դուք ինչպես եք դա գնահատում։ Գիտեք, այսպեսի մի հանգամանք կա։ Մի բան պարզ է, որ Մոսկվան ցանկություն չունի կամ գոնե այս պահին ցանկություն չունի 100%-ով սրել հարաբերությունները Երևանի հետ։ Քանզի ուկրաինական ճգնաժամը դեռ չի ավարտվել եւ երկրորդ լարվածության օջախ հարավային Կովկասում Ռուսաստանին պետք չի։ Բայց դա չի նշանակում, թե մենք ականատես ենք լինելու մոտ ապագայում կարճաժամկետ հեռանկարում հարաբերությունների իդեալականացման կամ այն ամենը, ինչ որ ասվել է երկկողմ այսպես պատվիրակությունների այցերի ժամանակ կամ երկկողմ հայտարարություններում, այդ հայտարարությունները ամբողջությամբ կվերացվեն եւ նոր էջից կսկսվեն բանակցությունները եւ նոր էջից կսկսվեն հարաբերությունները։ Ոչ, նոր էջից չի սկսվելու, բայց փորձ է արվելու երկու տարբերակով կամ լարվածությունը թույլատրել հարցերի կարգավորումը թողնելով ապագային կամ լարվածությունը թույլատրել փորձելով դրանով նաև թույլատրել եվրոպական միության ազդեցության ընդլայնումը Հայաստանում եւ Հարավային Կովկասում։ Այս երկու հանգամանքով է պայմանավորված կարող լինել ռուսական որոշ շրջանակների հայտարարությունների թվացial մեղմությունը կամ այսպես հարմարվողականություն, ինչի մասին ասում է Ռուսաստանի դեսպանը։ Այսուհանդերձ Մոսկվան իր հետաքրքրությունը Երևանի նկատմամբ չի թույլատրում, ավելին թվում է նույնիսկ փորձում է ամրապնդել իր ծանրակշիռ դերը, հատկապես հարևանների հետ հարաբերությունների համատեքստում։ Եվ ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել ԱԳՆ-ն, ողջունելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, շեշտելով, որ Ռուսաստանն ու Թուրքիան շահագրգռված են կայուն հարավային Կովկասով 3+3 տարածաշրջանային հարթակի շրջանակում։ Սա ըստ էության ազդակ է Երևանին, որ Մոսկվան պատրաստ է տարածաշրջանային հարցերը լուծել Անկարայի հետ երկխոսությամբ եւ որքանով է դա բխում Հայաստանի շահերից։ Մի բան ֆիքսենք, Հայաստանի ղեկավարությունը ցանկանում է հարաբերությունները կարգավորել Թուրքիայի հետ։ Դա հստակ է։ Եվ եթե մենք գնում ենք հարաբերությունների կարգավորման, ապա շատ ավելի ճիշտ կլինի, որպեսզի այդ հարաբերությունների կարգավորումը իրականացվի տարածաշրջանային հարթակներում եւ տարածաշրջանային ֆորմատներում, որի մասին որ դուք նշեցիք 3+3, այո, ձևաչափը, քան թողել, որպեսզի տարածաշրջանից դուրս գտնվող երկրները փորձեն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը դարձնել իրենց համար լծակ։ Երկկողմ կարգավորումներին դուք դեմ եք, եւ երկու պետությունները իրենք են փորձում։ Կարգավորումներին դեմ չեմ, բայց այստեղ մի բան ակնհայտ է։ Մենք գործ չունենք երկկողմ կարգավորման հետ։ Թուրքիան ցույց է տալիս, որ ինքը անընդհատ պահանջներ է ներկայացնում Հայաստանին, բայց ես չեմ տեսել, թե Թուրքիան իր կողմից ինչ է պարտավորվում անել հարաբերությունները կարգավորելու համար։ Ավելին, թուրքական կողմը շարունակում է նույն քաղաքականությունը վարել եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կապում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հետ, որն անթույլատրելի է։ Եթե պիտի լինի երկկողմ կարգավորում, ապա դա չպետք է վերաբերվի երրորդ պետության։ Եթե վերաբերում է երրորդ պետության, դա արդեն շանտաժ է, որը թուրքական կողմը օգտագործում է Ադրբեջանի համար առավելագույն զիջումներ ստանալու նպատակով։ Ուշագրավ է, որ Ռուսաստան կատարած այցից հետո Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը հայտարարեց, որ Անկարան պատրաստ է կարգավորմանը, երբ դրա համար անհրաժեշտ պայմաններ ստեղծվեն, հավելելով, թե նոր փուլում էլ ինչ պետք է արվի նույնպես հստակ է։ Հիմա այս հայտարարության հետևում ինչ է թաքնված, հստակ քայլերը որոնք են, որ արդեն տեղյակ են, եւ արդյոք սա չի նշանակում, որ Անկարան եւ Մոսկվան հատուկ պլան ունեն, որից միգուցե մենք տեղյակ չենք։ Լսեք, ոչ թե ես չի ասի հատուկ պլան ունեն, բայց Ֆիդանի այցին նախորդեց Էրդողանի կոալիցիոն գործընկեր ազգայնական շարժման ղեկավար Դևլետ Բաղչելիի հայտարարությունը, որում վերջինս նշում էր, որ Հայաստանը պիտի հրաժարվի ռևանշիստական պատրանքներից, այսինքն Հայոց ցեղասպանության ճանաչում, փոխհատուցում եւ այլն, դրան գումարած, պետք է Ադրբեջանին եւ Թուրքիային հանձնի
Զանգեզուրի միջանցքի նկատմամբ վերահսկողությունը, որպեսզի կարողանա դուրս գալ տնտեսական մեկուսացումից։ Հետո եղավ Ֆիդանի այցը Մոսկվա։ Ես կարծում եմ ցավոք սրտի, որ այսօր Զանգեզուրի միջանցքի այսպես կոչված թրիփի, ինչ անուն ուզում են տան, միջին միջանցքի հարցը որոշվում է առանց Հայաստանի գիտության եւ առանց Հայաստանի մասնակցության, եւ Ֆիդանը փորձում է այս հարցը քննարկել Ռուսաստանի հետ մի պարզ պատճառով, փորձել կորզել ռուսական կողմի համաձայնությունը Զանգեզուրի միջանցքը վերցնելու հետ կապված։ Երկու կողմերի միջև է Միացյալ Նահանգների հետ։ Չեմ կարծում խնդիր կունենան Միացյալ Նահանգների հետ մի պարզ պատճառով։ Թրիփը ինքը ամբողջությամբ եւ 100%-ով համապատասխանում է Թուրքիայի շահերին, քանզի Միացյալ Նահանգները դա ասում է թրիփ, հենց ամերիկացիները ոտքը քաշում են տարածաշրջանից, Ալիևն ասում է այո թրիփ, որը ըստ էության Զանգեզուրի միջանցքի, այսինքն այստեղ մենք գործ ունենք մեկ ընդհանուր գաղափարի հետ, պանթուրանիզմի այս գաղափարի զարգացումը եւ հարավային Կովկասով դեպի կենտրոնական Ասիա, որը 100%-ով համապատասխանում է Միացյալ Նահանգների շահերին, իհարկե 100%-ով համապատասխանելով նաեւ Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերին։ Դրա համար այստեղ ոչ մի տարակարծություն եւ տարընթերցում չի կարող լինել։ Ֆիդանը գնացել է Մոսկվա, Զանգեզուրի միջանցքի հարցի վերաբերյալ Մոսկվայի տրամադրությունները շոշափելու եւ պատահական չի։ Վերջին հայ-ռուսական հարաբերությունների լարվածության ֆոնին թուրքերը փորձում են այս ամենը խաղարկել Մոսկվայի համաձայնությունը ստանալու համար, այո, որպեսզի իրենք կարողանան հանգիստ վերցնել Զանգեզուրի միջանցքը ապագայում, եթե Հայաստանը ինչ-ինչ պատճառներով չհամաձայնվի եւ հույս ունենալով վստահ լինել, որ Մոսկվան չի միջամտելու։ Պարոն Բալասանյան, ի վերջո ինչ հանգուցալուծում եք տեսնում առաջիկա ամիսների համար։ Նախ առաջ հուզականությունը պիտի դրվի մի կողմ։ Պիտի որոշվի ինչ նկատի ունեք հայ-ռուսական հարաբերությունների նկատմամբ իշխող ուրեմն կուսակցության տարատեսակ ներկայացուցիչների, իշխող կուսակցությանը մոտ կանգնած տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից այս հակառուսականության ալիքը, որ բարձրացվել է համացանցում եւ հանրապետությունում։ Եթե իրոք կա ազնիվ ցանկություն հարաբերությունները կարգավորել, ապա այս ամեն ինչը խստորեն պիտի քննադատվի առաջին հերթին իշխող կուսակցության վերնախավի կողմից եւ պիտի թույլ չտան նման երևույթների տարածումը։ Սա մեկ, երկրորդը, Հայաստանը պետք է հստակ իր համար ընդունի եզրագիծ։ Եվրոպական միությունը քաղաքական նաև միավոր է եւ Եվրոպական միության հետ մենք կարող ենք զարգացնել մեր հարաբերությունները Հայաստանում բարեփոխումների իրականացման հետ կապված եւ այլն եւ այլն։ Հայաստանը պետք է օգտվի ԵԱՏՄ հնարավորությունից, որ վերջինս բացառապես տնտեսական կառույց է եւ փորձի Մոսկվայի մեր գործընկերներին բացատրել հետեւյալը. Հայաստանի Եվրոպական միության հարաբերությունների խորացումը որևէ կերպ չի վնասում Հայաստանի մասնակցությանը ԵԱՏՄ-ին եւ խնդիր չունի մեկը մյուսի փոխարինելու։ Այնինչ հիմա այս փուլում, երբ որ սկսում են, որ Եվրոպական միության շուկաները մենք կվերցնենք, մեզ ԵԱՏՄ-ն պետք չի, այս ամենը վատ լույսով է անդրադառնում երկկողմ հարաբերությունների վրա, լրացուցիչ խանդ առաջացնելով Մոսկվայում եւ լրացուցիչ քայլերի ստիպելով նրանց կողմից, քանի որ այնտեղ կա հավաստիացում, որ այս ամեն ինչը նաեւ իրենց դեմ է ուղղված։ Քաղաքականություն այնպես պիտի տարվի, բայց դրանով պիտի զբաղվեն մասնագետները, դրանով պիտի զբաղվեն մարդիկ, ովքեր հասկանում են Ռուսաստանը, հասկանում են մտածելակերպը եւ հասկանում են այն նրբությունները, որոնք կան Կրեմլի հետ բանակցություններում։ Հուզականությունը մեր թշնամին է երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցում։ Շնորհակալություն մեր հարցերին պատասխանելու համար։ Մենք զրուցում էինք քաղաքագետ Գրիգորի Բալասանյանի հետ։ Ցտեսություն։